Եվ որոշ արդյունքներ կտեսնենք։ Իսկ դա նպաստեց պարոն Ռուբինյան, որ Թուրքիան սկսի քայլեր անել, այսինքն հայ-ադրբեջանական կարգավորումը նպաստեց, որ թուրքական կողմն էլ սկսի տեղից շարժել այն process-ը, որ արդեն 3 տարի։ Չգիտեմ, չեմ կարող ասել, կարևորն այն է, որ ամեն ինչ առաջ շարժվում է։ Պարոն Ռուբինյան, Իրանում տեղի ունեցող որ սցենարի Իրանում տեղի ունեցող գործընթացների ո՞ր սցենարի դեպքում կարող է Իրանում հիմա տեղի ունեցող եւ կապված ո՞ր սցենարի դեպքում ձեր այդ բոլոր ծրագրերին կսպառնա եւ առհասարակ Հայաստանի անվտանգության կսպառնա։ Իրանի հետ գործընթացների հետ կապված գիտեք, որ մեզ պետք է մեզ հետաքրված ենք, որպեսզի Իրանում իրավիճակը կայուն լինի եւ հույս ունենք այդպես էլ կլինի եւ այդպես էլ կա, իսկ մեր այսինքն ծրագրերի հետ կապված որևէ դեպքում որևէ սպառնալիք չի։ Պարոն Ռուբինյան, Իրանի հետ կապված, քանի որ շատ է խոսում երրորդ երկրների հետաքրքրվածության, մասին, որ ասում են տարբեր երկրներից ազդակներ կան, այս բանին նկատում եք, օրինակ Ռուսաստանը կամ Թուրքիան ինչ մակարդակով են հետաքրքրվածություն ձեռք բերում, կարող է անմիջական մասնակցություն լինել, որպես մասնակից, որպես երրորդ։ Եթե նկատի ունեք բիզնես պրոյեկտի մասնակից, նման քննարկում չկա, որովհետև տեսել եք օրերս հրապարակվել է նաև փաստաթուղթը, թե ինչ սկզբունքներով է ստեղծվելու TRIP ընկերությունը եւ հիշեցնեմ TRIP ընկերությունը հայ-ամերիկյան ընկերություն է, ոչ հայ-ամերիկա եւ այլ ինչ որ երկրյան եւ այս առումով այլ երկրի մասնակցություն չի նախատեսվում, բայց եթե խոսում ենք ավելի լայն TRIP ծրագրից օգուտներ քաղելու վերաբերյալ, այստեղ իհարկե օգուտներ քաղելու է եւ Ադրբեջանը, եւ Թուրքիան, եւ Վրաստանը, եւ Իրանը, եւ Ռուսաստանը, եւ միջինասիական երկրները, եւ եվրոպական երկրները եւ այսպես շարունակ։ Այսինքն տարբերակ են մասնակցություն բիզնես պրոյեկտում, նման բան չի նախատեսվում եւ TRIP-ի արդյունքում տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման արդյունքում օգուտներ հարևան երկրների համար միանշանակ եւ այստեղ նաեւ ուղիղ կապ կա այն իմաստով, որ TRIP-ի գործարկման արդյունքում եւ ապաշրջափակման օրինակ Հայաստանը երկաթգծային կապ է ստանում Իրանի հետ, Հայաստանը երկաթուղային կապ է ստանում Ռուսաստանի հետ, Ռուսաստանը Թուրքիայի հետ եւ այսպես շարունակ։ Վրաստանը երկաթգծի հետ կապված չի կիսում նախկին արտգործնախարար չեմ լսում։ Եկեք սենց անենք։ Եկեք ներողություն մի բան կան։ Եկեք սենց գնանք էլի։ Ձեր լավատեսությունը պարոն Ռուբինյան չի կիսում դիվանագետ արտաքին գործերի նախկին նախարար պարոն Վարդան Օսկանյանը օրերս նա Facebook-յան գրառմամբ անդրադարձել է TRIP նախագծին եւ այդտեղ վերստի միջանցք է տեսել եւ այսպիսի նկատառում է հայտնել, այս միջանցքը Հայաստանի իսկ մեծ հաշվով նաեւ ԱՄՆ-ին ոչինչ չի տալու։ Սրա մեջ միակ շահագրգռվածները Ադրբեջանն ու Թուրքիանն են։ Լավ կարելի էր գոնե նման գործարքին համաձայնվելիս առնվազն 50+% մասնաբաժին ստանալ։ 26%-ը այն ողորմելի կրճոնն է, որ կտային նույնիսկ բացարձակ համր բանակցով։ Շատ լավ, այստեղ երկու հարց ունեմ։ Նախ երկու մասի, հա, բաժանենք, երկու բան նշեցիք, մեկը տոկոսի մասին, մյուսը միջանցքի մասին։ Միջանցքի մասով ես կարծում եմ ցանկացած կարդալ իմացող մարդ, իսկ պարոն Օսկանյանը հուսով եմ կարդալ գիտի, կարող է կարդալ հրապարակված փաստաթուղթը, որտեղ միջանցք, այսինքն դա փաստաթուղթ է այն մասին, որ միջանցք չի լինելու։ Հիշեցնեմ, էլի, ինչի մասին են եղել մտահոգությունները այս վերջի 5 տարվա ընթացքում։ Հիմնական 3 թեմայի շուրջ անվտանգություն, արդյոք ով է պահելու անվտանգություն եւ նաեւ երրորդ երկրներ, հա, անվտանգություն եւ երրորդ երկրներ։ Չէ, արդյոք անվտանգությունը պահելու է երկրի թե ոչ։ Ընթացակարգեր, արդյոք լինելու են համապատասխան անցագրային եւ մաքսային ընթացակարգեր եւ հայ սահմանապահներ լինելու են թե չեն լինելու։ Կհամաձայնեք, որ հիմնականում այս 3 անհանգստությունն է հնչել։ Այս փաստաթղթով հրապարակված փաստաթղթով հստակ սևով սպիտակին գրված է, որ անվտանգությունը պահում են Հայաստանի համապատասխան մարմինները, սևով սպիտակին գրված է, որ համապատասխան անձնագրային եւ մաքսային ընթացակարգեր լինելու են, սևով սպիտակին գրված է, որ հայ սահմանապահները եւ այլ համապատասխան գերատեսչության ներկայացուցիչները ֆիզիկապես ներկա են լինելու համապատասխան անցագրային եւ մաքսային տեղերում։ Մի ընդհատեք էլի, բայց թողեք ավարտեմ։ Հետևա ու մի 1000 անգամ գրված է, որ
ամեն ինչ տեղի է ունենալու Հայաստանի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության եւ իրազեկազորության շրջանակներում հատկապես կասկածամիտների համար գրված է, որ ինքնիշխան ֆունկցիաները չեն արտապատվիրակվելու եւ այսպես շարունակ։ Այսինքն բաց փաստաթղթը բոլորը կարող են կարդալ։ Հետեւաբար անհնար է այստեղ միջանցք։ Հաջորդը, երբ որ ասում է ինչի 50 գոնե 50% հա վերցնել, բայց իրանք երբ որ գույք պարտքի դիմաց մեր ռազմավարական օբյեկտները հանձնում էին այլ պետության, ինչ են 100%-ը հանձնել։ Կարող բացատրեն, ինչ են 100%-ը հանձնել։ Մի վարքյան։ Իսկ իրականում եկեք տարբերակենք, էլի։ Ինքնիշխանությունը եւ ինչ որ ընկերության մեջ պետական մասնակցության տոկոսը որևէ կերպ իրար հետ չեն հատվում։ Տեսականորեն տրիպը կարող է 100%-ը ամերիկյան լիներ։ Տեսական դրանից մեր ինքնիշխանությունը կամ իրավազորությունը որպես կերպ չէր դուժելու։ Այլ օրինակ ձեզ բերեմ, օրինակ նայեք։ ԶՊՄԿ-ն Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը։ Հիմա մեր կառավարության օրոք Հայաստան պետությունը, Հայաստանի կառավարությունը փայ է ձեռք բերել ԶՊՄԿ-ում։ Չեմ հիշում քանի տոկոս, էլի ինչ որ, ըհը։ Բայց մի քանի տարի առաջ Հայաստանը 0% փայ ուներ ԶՊՄԿ-ի մեջ, բայց դա չի նշանակում, չէ՞ որ ԶՊՄԿ-ն հայկական չէր, այսինքն ինքը մեկը օտարերկրյա կապիտալով, հա, օտարերկրյա ինչ որ ընկերության նպատկանող կոմբինատ էր, որը մեկը գործում էր Հայաստանում, Հայաստանի տարածքային ամբողջականության շրջանակներում, Հայաստանի ինքնիշխանության շրջանակներում, Հայաստանի օրենքներով հարկերը մուծում էր Հայաստանին։ Ու տենց հազարատ ընկերություն կա Հայաստանում։ 1000 հատ, բառից բուն իմաստով 1000 հատ ընկերություն կա եւ 2000-3000 հատ։ Հետեւաբար տոկոսի հարաբերակցությունը ընդհանրապես տեղ կապ չունի։ Հաջորդը, ինչի է Հայաստանը 26% ունենալու, ԱՄՆ-ն 74, որտեղ ներդրումներ է անելու ԱՄՆ-ն։ Այսինքն, բայց ինչ է ստացվում, հերիք չի մենք այդ տրիպ ընկերությունից հարկեր ենք ստանալու, ինչպես ցանկացած այլ ընկերությունից Հայաստանում գործող։ Այսինքն, բարձր հարկեր, турքեր եւ այլն ստանալու։ Բացի դրանից նաեւ մենք բիզնես շահույթի մի մաս ենք ստանալու, ինչը շատ լավ է։ Ասում եմ պարոն Օսկանյանի օրոք մեր Հայաստանում ռազմավարական օբյեկտների մի մեծ մաս հանձնվել է այլ պետության 100%-ով, թող հեքիաթներ չպատմեն։ Արդյոք մաքսային ծառայողներին տեսնելու է ադրբեջանցին այդայ։ Ախր այդ հարցը գոյություն չպետք է ունենա փաստաթղթի հրապարակումից հետո։ Սրանից հստակ ոնց ասեմ, փաստաթուղթը բացեք, չեմ հիշում որ մասն է, գրված է, որ Հայաստանի համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչները ֆիզիկական ներկայություն են ունենալու անցակետային եւ մի վարքյան էլի, վայ, անձնագրային եւ մաքսային կետերում, վերջ։ Բայց ֆրոնտոֆիսը դա իրենք Հա, խնդրեմ։ Հա։ Միջև մեր այս փաստաթղթի նշվում է, որ նաև լինելու են այլ գրասենյակներ, այլ գրասենյակ չէ։ օպերատորը երրորդ։ Ջորջ ջան, front office, back office-ը նորմալ է։ Նախ գրած չի ոչ հայ, գրած է երրորդ կողմի օպերատոր, ավտոմատ չի նշանակում ոչ հայ, կարող է լինել ոչ հայ։ Բայց դա ընդունված ընթացակարգ աշխարհում, ասենք նույն Զվարթնոց օդանավակայանում էլ, չէ, երբ որ օրինակ դուք արդեն մոտենում եք օդանավ մտնելուն, ոչ թե հայ սահմանապահն է ձեր պասպորտը նայում, այն վերջում բանի հետ boarding pass-ի հետ, չէ, այլ ավիաընկերության ներկայացուցիչ է։ Հիմա նույն ձևը այս դեպքում trip-ա լինելու, ինչ որ ժամանակ է լինելու, որ ֆասիլիտացնելու են, բայց այդ front office-ի ներկայացուցիչները չեն որոշելու, իրանք զուտ ֆասիլիտացնելու են, ինչպես Զվարթնոց օդանավակայանը։ Մի վարքան, բայց միևնույն ժամանակ սևով սպիտակին գրված է, որ հայ սահմանապահները ֆիզիկապես ներկա են լինելու բոլոր համապատասխան տեղերով։ Ասեմ ավելին, նաև գրված է, որ ստուգումների ֆունկցիան պայելու են սահմանապահները։ Պարոն Ռոբինյան, բայց ամեն հալավ ասա։ Անվտանգային ստուգումների նկատմամբ։ Լավ, կարևոր են կողմից այս ֆրոնտում։ Այս շրջանակային հաստատքի համաձայնությունից հետո են Միացյալ Նահանգներում Թուրքիայում հայտարարեցին էլի այս տրիփը ամանեցին Զանգեզուրի միջանցք, հետո ասացին, որ Ադրբեջանին պիտի որոշումները այսպես ասած սրտամոտ լինեն։ Հիմա ուզում հարցնել այդ առաջընթացի մասին ենք խոսում հայ-ադրբեջանական հարաբերություններում, հայ-թուրքական հարաբերություններում։ Հիմա այս տեսակ հայտարարությունները մի տեսակ ապակառուցողական մթնոլորտ չեն ստեղծում, եթե դուք միջանցքի թեման փակում եք։ Դե միջանցքի թեման փակված է, չկա միջանցքի թեմա, մեր տարածքում էլ Զանգեզուր անվամբ տարածքային միավոր գոյություն չունի, մենք չգիտենք այդ Զանգեզուրին ինչա, Զանգեզուրի միջանցքն ինչա, մեր տարածքում թրիփ նախ
նախագիծն է գործելու, այլ բան Բայց չկա։ ամեն դեպքում հարց է կա, արկոց այդ նախարարը ընկերությունը, որ ստեղծվում է, 75%-ով, չէ, որևէ ընկերության մեջ 75%-ին չի կարող վերահսկել, 74%-ին չի կարող վերահսկել 26% ունեցողը։ Լավ հարց եք տալիս, ներողություն, հարցը հասկանալի է, լավ հարց եք տալիս, տեսեք։ Նախ էլի առանձնացնենք, էլի երկու բան, ընկերության մեջի փայատերեր եւ ընկերություն պետություն հարաբերություններ։ Հայաստանում կան բազմաթիվ ընկերություններ, որոնց մեջ Հայաստանի Հանրապետությունը ունի 0% փայ, 0%։ Բայց դա չի նշանակում, որ պետությունը այդ ընկերությանը չի վերահսկում, որովհետեւ այդ ընկերությունը, եթե Հայաստանում ռեզիդենտ ընկերություն է, ինքը համապատասխան փաստաթղթերով գրանցված է, ինքը հարկերամուծում, ինքը ենթարկվում է Հայաստանի օրենքների, ներողություն, ինքը գործում է ըստ Հայաստանի օրենսդրության, իրավազորության շրջանակներում։ Նույնիսկ եթե Հայաստանը ունի 0% փայետ է։ Հաջորդը։ Ինչպես հեծներ ու Բայց օրինակ կարողանաք վերցնել ինչպես հեծը վերցրեցիք։ էլի, բայց չվերցնել։ Չէ, օրինակ եմ ասում։ Բայց ես միտքս ավարտեմ նոր, էլի։ Ոչ միայն ինչպես հեծներ, ասենք Հարավ Կովկասյան երկաթուղիները, նույն ԶՊՄԿ-ն մինչև այն պահը, երբ որ մենք փայ ունեցանք, չգիտեմ, էլի կան 1000, այսինքն եւ օտարերկրյա կապիտալով եւ ոչ օտարերկրյա կապիտալով հազարավոր ընկերություններ կան Հայաստանում, որտեղ երկիրը չունի փայ, բայց պետությունը իր կարգավորիչ դերը բնականաբար տանում է։ Սա այսինքն անկախ ամեն ինչից այնտեղ 26%-ա, թե ինչ է, մեկը պետությունը իր կարգավորիչ դերը ունի, հաջորդը։ Բացի դրանից կա արդեն բիզնես կառավարում։ Այդ բիզնես կառավարման մեջ արդեն, քանի որ Հայաստանը կառավարությունը ունենալու է 26%, ինքը բիզնես կառավարման մեջ էլ արդեն իր ասելիքը ունի։ Ոչ թե ինքնիշխանությանը վերաբերող, այլ բիզնես կառավարման։ Բացի դրանից ֆիքսված է, որ հատկապես կարևոր հարցերում դրանք պայմանագրում արդեն առանձնացված կլինեն որպես հատուկ կարևորության հարցեր։ Այդ դեպքում նույնիսկ այդ 26% փայ ունենալու դեպքում բիզնես որոշումներ կայացնելու հարցում, բայց այն բիզնես որոշումներ, որոնք ինչ որ առնչություն ունենալու են Հայաստանի ինքնիշխանության շահերին, ասենք։ Օրինակ դա անհնար է առանց այդ 26% ունեցող փայատերի, այսինքն Հայաստանի։ Նույնիսկ եթե ինքը մենակ 26% ունի, այդ բոլոր հարցերում ինքը ունի, այսպես ասած, վետոյի իրավունք։ Այսինքն առանց իր համաձայնության, առանց մեր համաձայնության, դա տեղի չի ունենա։ Դա ֆիքսվելու է փաստաթղթով որևէ պարոն Ռուբինյան, որ Հայաստանը ունենալու է այդ։ Բա գրված է, չէ։ Հրապարակված փաստաթղթում կարևոր հարցերում դա հրապարակված փաստաթղթում գրված է։ Իսկ ինչ վերաբերում է հեծին, հեծը նկատեմ այստեղ էլ որ չէ, բայց հեծի դեպքում դեռ ռազմավարական ինքը նշանակության բան է, ինչ ասեմ, ենթակառուցվածք է, դեռ մի այլ հարցեր։ Չեմ կարծում, որ այստեղ այդպիսի հարց է առաջանում։ Պետությունը ունենալու է Այդ հետ կապված Փաշինյանն էլ ասաց, որ երկաթգծի կառուցման այդ հատվածը, ասել են, որ ողջամիտ Որ հատվածը։ Այն հատվածը Երասք Սադարը։ Այո, այդ հատվածը ասել եք, որ ողջամիտ Եվ Ախորիկ Այո, երեք հատվածապես որոշումը հասկանամ, կա բուսական կողմից պատասխան եք ստացում Հայաստանի իշխանությունը, կա որ պատասխանը կառուցել են, թե մենք ենք ամեն դեպքում։ Եթե չեմ սխալվում, մի 2-3 օր առաջ էր վարչապետ Փաշինյանի հետ ճեպազրույցում այս հարցը տվել եք եւ նաեւ ասաց, որ սպասում ենք, որ հնարավորինս արագ սպասում ենք պատասխան։ Այս մի քանի օրվա մեջ ես նորություն չունեմ։ Եթե հայկական կողմը ներդրումներ անմիջական նշանակ է, արդյոք որ կառավարումը ռուսական ընկերությունից վերցնում է Հայաստանը։ Չեմ կարող ասել, չգիտեմ։ Այսինքն որտեվ ես այդ թեմայի մեջ խորացած չեմ, էլի անգամ։ Շարունակելով Թուրքիայի գործնախարար Հական Ֆիդանը ասում, որ Փառք Աստծո տեսնում ենք, որ Զանգեզուրի միջանցքի կյանքի կոչվել է նաև Ադրբեջանի ուզածողը։ Դե նոր պատասխանեցի այդ հարցին։ Ասել ենք այն կարևոր է միջին միջանցքի համար եւ ասում է, որ տեխնիկական մի քանի հարցեր։ Նոր պատասխանեցի ըստ էության հարցին, բայց նորից ասեմ, էլի։ Նախ խոսքը թրիփի մասին է, եթե չեմ սխալվում, Թուրքիայի արտգործնախարարը ինքն է ասել, որ մենք թրիփ ենք անվանում եւ ճիշտ է ասել եւ ընդհանրապես բոլորը պիտի թրիփ անվանեն, որովհետեւ ես կարծում եմ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներդրումը այս պատմական պայմանավորվածության մեջ ահռելի է եւ ճիշտ կլինի, որպեսզի բոլորը տուրք տան ԱՄՆ նախագահին, այդ թվում
հիշատակելով իր անունը այս նախագծի մեջ, որը մի վարքյան ոչ միայն Ադրբեջանի ուզածով է լինում, այս նախագծի լավ որն է, որ սա Հայաստանի ուզածով է, Ադրբեջանի ուզածով է, բոլոր հարևանների ուզածով է, որովհետև պարզ է, որ եթե բոլոր ենթակառուցվածքները ապաշրջափակվում են, դա ձեռք է տալիս եւ Հայաստանին, եւ Ադրբեջանին, եւ բոլոր հարևաններին։ Իրենք նկատի ունեն Ադրբեջանի ուզածով այն, որ Հայաստանը չվերահսկի։ Բայց ինչ գիտեք, բայց դուք ինչ գիտեք, որ բայց դուք կարող եք, չէ՞, բացել, բայց դուք կարող եք, չէ՞, բացել փաստաթուղթը կարդալ եւ հասկանալ, որ Հայաստանը չի տալիս, կարող է տարենթերցումը տալիս նրանց մոտ, ովքեր ուզում են, որ տարենթերցում լինի, բայց որևէ տարենթերցում չկա։ Մի վարքյան։ Ախր հատուկ ձեր համար մի 46 անգամ այդ փաստաթղթի մեջ գրած է, որ Հայաստանն է վերահսկում իր տարածքը, Հայաստանի ինքնիշխ դե վերջը ինչ եք ուզում։ Հետևաբար կա թուղթ, կարդացեք, պատասխանը կա, պետք չի, այլ բաներ հնարավոր։ Թուրք-ադրբեջանական թեմատիկան շարունակելով, Մանրուբինյան, ձեր խորհրդարանական գործընկերները Հայաստան խմբակցության եւ այդտեղ իրենց պոտենցիալ ընտրողների մնաք ձեր գործընկեր բան Լևոն Քոչյանն այսպիսի միջի արտահայտել կամ ժողովուրդն իր ապագան տնօրինելու իրավունքը տվերնի ձեռքը նկատի ունենալու խորհրդարանական ընտրություններում այս կամ այն ուժին դիարկելով կամ այն կտնօրինի Թուրքիան եւ Ադրբեջանը ձեր ներկայացումը Դե բան է, ինչ դասական մանիպուլյացիոն հայտարարություն է, ուրիշ ինչ պիտի ասեն, այդ մարդիկ չհասկացան, որ անընդհատ իրանց խոսույթի 90%-ը թուրք-ադրբեջանական է։ Նկատել եք, ոչ մի քաղաքական խոսք չկա։ Գան թուրք-ադրբեջանական թրքամոլ, թրքահաճո, ադրբեջանամետ, ազգադավ, էս է իրանց խոսույթը եւ իրանք ոնց նախորդ անգամ հաջողության չհասան, այս անգամ էլ հաջողության չեն հասնի, բայց մի բան ասեմ, էլի։ Տեսա ես այդ ձեր նշած տեսանյութում, տեսա որ մի քաղաքացի ինչ էր ասում, իրենց ասում էր ամենակարևորն է, որ մենք հպարտությունը մեր կորցրել ենք, ուզում ենք վերականգնենք, ասում եմ ես օրինակ արտասահմանում եմ ապրում, այնտեղ հանդիպում ենք ուրիշներին, այն ժամանակ հպարտությամբ էինք ասում, որ հայ ենք, հիմա բավարար հպարտ չեն։ Ես այդտեղ խորացա, որտեղ մենակ այդ անգամ չի, էլի շատ եմ լսել բաներով։ Մամուլով հենց այդ խոսույթը, որ մենք Սփյուռքում այն ժամանակ արժանապատիվ էինք, հիմա արժանապատիվ չենք։ Մի հատ հարց տամ, էլի սիրելիներս, ձեզ չեմ տալիս, էլի իրանց եմ տալիս, ովքեր որ դա ասում են։ Եթե դուք հպարտ էիք, որ հայ էիք, ինչ եք արտագաղթել Հայաստանից։ Կարող է։ Չէ։ Այո, բայց նկատի ունեմ, կարող է պետքա հպարտ լինել։ Կարող է ավելի մեծ հպարտություն է Հայաստանում ապրել։ Ես չեմ ասում, որ իրանք են մեղավոր արտագաղթել են, պարզ ասենք, սոցիալական խնդիրներ, չէ, կոնկրետ այդ մարդը Գեղարքունիքի մարզից էր։ Խոսքը հին Սփյուռքի մասին չի։ Այսինքն պարզ է, չէ, ասենք, բանա, խնդիրներ են եղել տնտեսական, սոցիալական, արդարության հետ կապված, հազար բան կարա լինի։ Բայց ինքնին դա նշանակում է պրոբլեմա չէ եղել Հայաստանում։ Այսինքն կոնֆլիկտից, նկատի ունեմ ոչ թե բառից բուն իմաստով կոնֆլիկտից, այլ կոնֆլիկտ։ Չեն ուզեցել ասենք, չգիտեմ, իրանց որդիները զով են եւ այլն։ Բայց կարող է ավելի մեծ հպարտություն լինել հայ ապրել խաղաղ Հայաստանում, քան լինել հայ, որը ստիպված է արտագաղթել, ու մի հատ էլ այնտեղ ինքը ասի, այ ինչի պատերազմ մենք պարտվեցինք, որ ես ինձ հպարտ չզգամ։ Իսկ կարող է պետքա մնալ ապրել Հայաստանում եւ շենացնել Հայաստանը եւ ապրել խաղաղության մեջ, ու կարող է իրական հպարտությունը խաղաղ Հայաստանում ապրելն է։ Խնդրում եմ մտածեք սա։ Ասում եք, տեսեք, դուք ասում եք պայմանները, իրանք էլ ասում են, եթե մենք վարչապետ ունենանք, գանք իշխանության, 1 դրամ կստանա, փոքր բիզնես, չեն ունեցել։ Մեր ձևով վարչապետը երբ է եղել, որ մի հատ էլ Սիրելիներս, ես ուզում եմ հիշեցնել, որ Սամվել Կարապետյանի հարազատ եղբայրը եւ հետեւաբար Սարմեն Կարապետյանի եղբորորդու հարազատ հայրը 2008 թվականի մարտի 1-ին եղել է հանրապետական խմբակցության ղեկավարը։ Դրանից մի քանի ամիս հետո էլ նշանակվել է Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարը։ Հետևաբար, մի վարքյան, հետևաբար իրանց տեսան, օրինակ հիմա ինձ ասում եք դուք ունեք, ինձ կասեք, չէ՞, պարոն Ռուբինյան, դուք ունեք վարչապետ։ Եվ ճիշտ կանեք, որտեղ ես քաղաքացիական պայմանագիր խմբակցության անդամ եմ, կուսակցության անդամ եմ եւ վարչապետն էլ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից է։ Հիմա նույն ձև հանրապետական խմբակցության ղեկավարը կարելի է չի ասել, որ այդ ժամանակվա վարչապետը իր վարչապետն է եղել, նախագահները իրենց նախագահն եղել։ Հետո հեքիաթներ չպատմեն, այդ ժամանակ վարչապետը 1 դրամ աշխատավարձ է ստացել։ Հա?
Այդ ժամանակ ով էր վարչապետը, եթե չեմ սխալվում, Տիգրան Սարգսյանն էր։ Հա, Տիգրան Սարգսյանը, թե Տիգրան Սարգսյանը։ Հա, Տիգրան Սարգսյանը իշխանության ա եղել այդ մարտը 2008-ից 18, ճիշտ է, 2008-ից 18 եղել է Տիգրան Սարգսյան, Հովիկ Աբրահամյան, Կարեն Կարապետյան, իրանցից ով է 1 դրամ աշխատավարձ ստացել, թող ասեն։ Հաջորդը։ Ասացին Հաջորդը ես հավատում եմ, որ օրինակ Հովիկ Աբրահամյանը կարող էր եւ 1 դրամ աշխատավարձ ստանալ։ Գիտեք ինչի։ Որտեվ Հովիկ Աբրահամյանը շատ հաջողակ բիզնեսմեն էր, որը լոլիկ աճացնելով դառնում էր միլիարդատեր։ Չգիտես ոնց է ստացվում, որ իրանց օրոք բոլոր վարչապետերը ով ունեցել են կամ մեծ մասը։ Առնվազն Կարեն Կարապետյանը եւ Հովիկ Աբրահամյանը։ Երկուսն էլ մանումենտում տուն ունեն։ Այսինքն իրենց պատկերացած է դա, որ պետք է գա վարչապետ, որին տան 1 դրամ աշխատավարձ, բայց մանումենտում տուն ունենա։ Մի վարքան էլի, հեշտությամբ չի վաճառվել, մի պետք չի խեղաթյուրել։ Հա, դա իրենց պատկերացածը։ Հաջորդը, այդ վարչապետը ոնց է ապրելու։ Այսինքն 1 դրամ աշխատավարձով ոնց է ապրելու, ուտելիք ոնց է առնելու։ Ենթադրում եմ, որ կասեն, որ այսինքն երկու ձև կա։ Պետք է ինքը բիզնեսմեն լինի, որը փող ունի, հարուստ մարդ է։ Սա ավտոմատ նշանակում է, որ իրանք ասում են, որ Հայաստանի վարչապետ երբևէ կարող է լինել միայն հարուստ մարդ։ Այսինքն միայն օլիգարխը կարող է վարչապետ լինի։ Հաջորդը, եթե հարուստ չի, ուրեմն իրանք սևով փող են տալու, ծրարով փող են տալու։ Դուք գիտեք, չէ՞, որ 18 թվականի հեղափոխությունից առաջ պետական համակարգի մի մեծ հատվածին պաշտոնյաներին բարձր ծրարով փող են տվել։ Պատգամավորներին ծրարով փող են տվել, ոչ միայն հանրապետականի դեպքում։ Ով է դատվել ձեր իշխանության օրերին դրա համար, պարոն Ռուբինյան։ Մեր իշխանության օրերին տարբեր բաների համար տարբեր մարդիկ դատվում։ Չգիտեմ, դա պետք է այդ հարցը այդ մասին հաղորդում եք հիմա դա։ Դե ես ասում եմ, այն ինչ եղել է, ես գիտեմ, որ դա եղել է եւ ես հույս ունեմ, որ դա կբացահայտվի։ Չէ, ես գիտեմ, որ մարդիկ փող են ստացել ծրարով։ Չեմ կարող ասել, այ այս ինչը ստացել, բայց ես գիտեմ, որ դա եղել է ու բոլորը գիտեն։ Դուք եք գիտեք, որ եղել է։ Պարոն Ռուբինյան, տեսեք, այս պարգևավճարների թեմայով ասում են, օրինակ ազգային ժողովի նախագահ, ասում են պետական կառույցից կթողնեն, կգնան մասնավորում կաշխատեն, որովհետև այնտեղ բարձր աշխատավարձ է։ Հա, հիմա ձեզ որ մասնավոր ընկերությունում 5-6 միլիոն դրամով օրինակ աշխատանքի կընդունեն։ Ես 5-6 միլիոն դրամ չեմ ստանում։ Դա լավ, 3 միլիոնը որ 3 միլիոն եմ ստանում։ Պարգևավճար։ Չէ, բայց դուք ես ամսական 3 միլիոն աշխատավարձ եմ ստանում։ Չէ, պարգևավճարի մասին Չէ, բա ասում եք, որ ընկերությունում 6 միլիոնով կընդունեն։ Ընդհանրապես պատահական թիվ եմ ասում, բայց պատահական թիվ պետք չի ասել։ Լավ, 3 միլիոն դեկտեմբերի, մի րոպե։ Հարցս հետևյալն է, դեկտեմբերին ստացած պարգևավճարի չափով, որը ըստ մամուլի 3 միլիոն է։ Ձեզ որ մասնավոր ընկերությունում կվերցնեն աշխատանք։ Կատի ունեք, որ այդքան պարգևավճար տան։ Չէ, որ Բայց ախր հիմա դուք դասական մանիպուլյացիա եք դուք փորձում եք տպավորություն ստեղծել մարդկանց մոտ, որ ես ամսական 3 միլիոն աշխատավարձ եմ ստանում, բայց չէ, ասում եմ դեկտեմբերին հիմա ավելի ճիշտ առանց մանիպուլյացիայի մի վարքյան էլի, առանց մանիպուլյացիայի կթողեք ավարտեն։ Չէ, որովհետև սխալ եք սկսում։ Կթողեք նախադասությունս ավարտեմ։ Չէ, եթե դուք կթողեք նախադասությունս ավարտեմ։ Հիմա առանց մանիպուլյացիա մանիպուլացնում, պարոն Ռուբին։ Գնամ ես։ Այսինքն իմ հարցին գնահատական է տալիս։ Հիմա առանց մանիպուլյացիա։ Կներեք, ես չեմ մանիպուլացրել, ես դեկտեմբերին Քո հարցը չի ասում։